Հայաստանից ծաղիկների մի խումբ այսօր կարտահանվի Լատվիա, հայտարարել է Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը։ Կառավարության նիստում էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է վստահեցրել, կաջակցեն, որ որակյալ ոչ մի ապրանք արտահանման խնդիր չունենա։ Կարծում եմ, այս նույն որոշումը պիտի տարածվի եւ մրգերի վրա, եւ կոնյակի վրա, եւ գինու վրա, եւ հանքային ջրերի վրա։ Ցանկացած շուկա, որտեղ որ մեր արտադրողը կարողանում է արտահանել, թող արտահանի, որևէ խնդիր չկա։ Հայաստանում ծաղիկ աճեցնող ամենախոշոր ջերմատներից մեկի համասեփականատերը գոհ է կառավարության սահմանած փոխհատուցումից։ Մեկ ծաղկի համար 37 դրամ։ Ամենայն դեպս ճիշտ հաշվարկը դա է, որ մեկ արտահանվող վարձի մասով պետությունը այդ սուբսիդիան տա։ Կարծում եմ, այս ամենաճիշտ մոտեցումն է։ Ես հակված եմ նրան, որ պետության աջակցությունը գոնե 1 տարի տևի, որպեսզի մենք կարողանանք այդ շուկաներում ամրապնդվենք։ Արարատցի մեկ այլ ջերմոցատեր, որ 2800 հեկտար տարածքում նաև լոլիկ ու պղպեղ է աճեցնում, լսել է, որ կառավարությունն արտահանվող 1 կիլոգրամ պղպեղի համար 400 դրամ կփոխհատուցի, լոլիկի դեպքում 275, դժգոհեց շատ փոքր փոխհատուցում է։ Այդ գնով ես փոխել ոնց կարամ տամ այդ գնով։ 400 դրամը գին չի տալ։ Քոջան 600 դրամ, պղպեղը որ հանեմ շուկա։ Լոլիկը 275 դրամ։ Չէ, քոջա 450 դրամ է շուկան։ Քեզ գին ուզը։ Վայլի մոխուդս որն է։ Այսքան ծախսերն անեն շուկայականից։ Գոնե 50 դրամ պակասով այդ ապրանքները մտել է։ Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ արդեն կան եվրոպական լաբորատորիաներ, որոնք փորձում են օգնել հայ արտադրողին։ Նրա խոսքով նպատակն է ապահովել, որ հայկական արտադրանքը համապատասխանի Եվրամիության եւ այլ շուկաների ստանդարտներին։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ այսօր նշել է, որ դեպի Եվրամիություն արտահանվող ապրանքները պետք է համապատասխանեն եվրոպական ստանդարտներին։ Այս հարցը նաեւ ֆերմերներն են հաճախ նշում, ընդգծելով արդյոք հայաստանյան սերտիֆիկատները ԵՄ-ն կընդունի։ Ես նաեւ կառաջարկեի մեր ոչ այս որոշմամբ սահմանվող աջակցություն, այլ որոշումներով մեր ունեցած աջակցության մեխանիզմները կենտրոնացնենք այն արտադրողների, մրգերի, բանջարեղենի եւ առհասարակ այն արտադրողներին աջակցելու վրա, որոնք համապատասխանում են շատ որոշակի միջազգային ստանդարտների։ Եվրամիության դեսպանը նաեւ ընդգծել էր, քննարկում են հայկական ծաղիկների Նիդերլանդների թագավորություն արտահանելու հնարավորությունները Royal Flora ընկերության հետ։ Այս հայտարարությունն առնվազն 2 կետով անհասկանալի է դեպի Եվրամիություն արտահանման փորձ ունեցող մեր զրուցակցի համար, որպես բեռնափոխադրող ասած, եղել Նիդերլանդներում, չի պատկերացնում ծաղիկի հայրենիքում հայկականն ինչպես է մրցելու։ Հայաստանում շատ մեծ ծաղկի ջերմոցներ կան, որ ասենք մյուս տարվա սկիզբ պետք է գա արդի 8 տոնը, ընկերություններ կան, որ Նիդերլանդներից սացիլներ են բերում, տնկում են, ստանում են կակաչը եւ արտահանում են Ռուսաստան հենց մարտի 8-ի կապակցությամբ։ Ես ինքս այդ բեռնափոխադրումը կատարել եմ, Ռուսաստան ծաղիկներ են բեռնափոխադրել, Հայաստան սացիլներ։ Ու մինչեւ հիմա Նիդերլանդներից Հայաստան սացիլներ են գալի։ Ծաղկի երկրում մենք մրցակցությանը չենք դիմանալ։ Բեռնափոխադրող մեր զրուցակիցը տեղեկություն ունի, թե Հայաստանից նաև Ուկրաինա է ծաղիկով բեռնված մեքենա գնացել, բայց ոչ հայկական բեռնատարով։ Այդ դեպքում մեզ ով է հիշելու նեղ սրտեց։ Ապրանք արտահանվել դեպի Ուկրաինա ծաղիկ թուրքական մեքենայով։ Օրինակ, ինչի հայկական մեքենան չի գնացել։ Ինչի ես հենց հիմա պատրաստ եմ ցանկացած եվրոպական երկիր արտահանում իրականացնելու, բայց ինձ չկա առաջարկ։ Այստեղ մի հատ ուրիշ խնդիր կա։ Իմ անձնագրում կա սահմանահատման ռուսական կնիկ, ես Ուկրաինա չեմ կարող մտնել, դա իմ համար խնդիր է լինելու։ Հայկական բեռնափոխադրողը դուրս եկավ այդտեղից, այդտեղ շահեց նորից վրացական կամ թուրքական բեռնափոխադրողը, որը որ մեր ամենացավալի կողմն է։ Այս քանի տարի մենք բղավում ենք, որ երրորդ երկրի բեռնափոխադրողը մեր տեղը գրավում է շուկայում։ Սա էլ մի հատ մեզ համար թազա հարված է։